19-ամյա Ռուբիկն ու 6-ամյա Էվան երբևէ չեն քայլել, իսկ Ռուբն արդեն 1 տարուց ավելի է անգամ չի էլ նստել։ Ընդամենը 15 կիլոգրամ կշռող 19-ամյա տղան մշտապես պառկած է այս նույն դիրքով, քանի որ մկանների դեֆորմացիան այլ բան թույլ չի տալիս։ Գիշեր թե ցերեկ նրան թթվասնային հատուկ սարք է միացված, առանց որի տղան շնչահեղձ է լինում։ Քույր ու եղբայր հազվադեպ գենետիկ հիվանդություն ունեն՝ սպինալ կամ ողնուղեղային մկանային ատրոֆիա։ Ծնվել է 2 կիլո 300 գրամ քաշով, բայց ինքը ամեն ամիս 2 կիլոյի մոտ ավելանում էր։ Շատ փարթամ, լավ աշխուժ էր սկզբից, հետո գնալով 6-7 ամսական էր, նկատեցի որ երեխու մոտ, ասենք, գլուխը լավ չի կարում պայի փորի վրա, գլորումները չի կարում։ Տարիներ անց լույս աշխարհ եկավ Էվան, որի մոտ մի քանի ամսականում նույն սարսափեցնող ախտանշանները հայտնվեցին։ Արկա տվյալներով այսօր Հայաստանում հազվադեպ գենետիկ այս հիվանդությամբ 12 մարդ է ապրում։ Ինչ է սպինալ մկանային ատրոֆիան։ Պարզ բառերով, սպիտակուցի դեֆիցիտի հետևանքով օրգանիզմն աստիճանաբար դառնում է անշարժ։ Սպինալ մկանային ատրոֆիան չի ազդում մտավոր կարողությունների վրա։ Ռուբը մինչև 5-րդ դասարան դպրոց է գնացել անվասայլակով։ Դրանից հետո տնային ուսուցման անցել, քանի որ արդեն դպրոց հաճախելն անհնար էր։ Մայրը ցույց է տալիս բազմաթիվ գովասանագրերը, ասում է միշտ գերազանցիկ է եղել, հատկապես մաթեմատիկան էր լավ ստացվում։ Ռուբի երազանքն է ծրագրավորող դառնալ, բայց հիմա այդ երազանքը հեռու է, քանի որ դրա համար գոնե նստել ու ձեռքերը շարժել է պետք։ Հիմա էլ այս վիճակով ինքը ուզում է որ ինչ-որ մի բան լավ լինի իր համար, որ ուզում գումար աշխատեմ, մամա, ես եմ ուզում լիարժեք։ Ինքը լիարժեք է մեր համար, բայց դե ինքը իրան ուզում է ինչ-որ մի բանով օգնած լինի։ Էվան առաջին դասարան է հաճախում, ոչ միայն լավ սովորում է, այլև լավ նկարում, նաև իր բլոգն է վարում։ Այսօր դեր համար անելու եմ վելոդ, արասինը թիզում են, տոնային է։ Շուտով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի միջոցով Էվան արդեն կսկսի դեղորայք ստանալ, որը միակ ճանապարհն է հիվանդության զարգացումը կանխելու համար։ Ռուբի դեպքում հիմնադրամները չեն օգնում, քանի որ նա արդեն չափահաս է։ 2016 թվականին աշխարհում ստեղծվեց առաջին դեղամիջոցը։ Այսօր արդեն 3 տեսակի դեղամիջոց է հայտնի, որոնցից մեկը մեր հարևան Վրաստանում հիվանդներին տրվում է պետպատվերով։ Անահիտն ասում է, տարիներ առաջ, երբ Ռուբի մոտ ախտորոշվեց հիվանդությունը, գիտեին դրա բուժումը չկա, ոչինչ չեն կարող անել։ Այսօր ծնողի համար չափազանց տանջող է գիտակցել։ Բուժումը կա, բայց իր երեխաների համար հասանելի չէ, որովհետև թանկ է։ Հայաստանում մինչ օրս դեղամիջոցն ընդգրկված չի եղել պետպատվերի ծրագրում, այսօր էլ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում չի տրամադրվում, նույնիսկ համավճարի տարբերակով։